Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 9։ Ոչ ասում եմ ձեզ, բայց եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք։ Ղուկաս 13:3 խոսք։ Կարծում եմ, որ կան երկու բաներ, որոնք հավանաբար կկարծրացնեն դարձիչը եկածներին և կկործանեն իմ ամբողջ աշխատանքը, եթե դրանք ճանապարհից չհեռացվեն, և դա այս երկու բառերի, ամբարշտի և դարձի վերաբերյալ թյուրըմբռնումն է։ Ոմանք կմտածեն. ճիշտ է, որ ամբարիշտները պետք է զղջան և դարձի գան, այլապես կմահանան, բայց ինչ կապ ունի դա ինձ հետ։ Ես ամբարիշտ չեմ, չնայած մեղավոր եմ բոլոր մարդկանց նման։ Մյուսները կմտածեն. ճիշտ է, որ մենք պետք է հրաժարվենք մեր չար ճանապարհներից, բայց ես վաղուց արդեն դարձի եմ եկել։ Հուսով եմ հիմա դա անելու կարիք չունեմ։ Եվ այսպես, մինչ ամբարիշտ մարդիկ կարծում են, թե իրենք չար չեն, այլ արդեն դարձի են եկել, մենք իզուր ենք վատնում մեր ամբողջ ջանքը նրանց դարձի բերելու համար։ Ուստի նախքան առաջ գնալը, պետք է ձեզ ասեմ, թե ում են կոչում ամբարիշտ և ովքեր են այն մարդիկ, որ պիտի դարձի գան կամ մեռնեն, ինչպես նաև ինչ է նշանակում դարձի գալը և ովքեր են նրանք, որ իսկապես դարձի են եկել, քանի որ ամբարիշտ մարդը և դարձի եկած մարդը հակադիր են միմյանց։ Ոչ մի դարձի եկած մարդ ամբարիշտ չէ, և ոչ մի ամբարիշտ դարձի չի եկել։ Ուստի սարսափելի ճշմարտությունն այն է, որ ամբարիշտ մարդ լինելը և դարձի չգալը նույնն է։